Ողջույն, Morable-ի եթերում Fashion News-ն է։ Այս թողարկման ընթացքում խոսելու ենք 2025 թվականի աշնան ամենակնարկված իրադարձությունների մասին։ Սեպտեմբերի սկզբին նորաձևության ոլորտը կորցրեց իր լեգենդներից մեկին՝ Ջորջո Արմանիին։ Նա մինչև վերջին օրը անձամբ էր զբաղվում իր բիզնեսի գրեթե բոլոր ուղղություններով։ Օլիվիե Ռուսթանգը լքել է Balmain նորաձևության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը այն 14 տարի զբաղեցնելուց հետո։ Չնայած ապրանքանիշն ու Ռուսթանգը դա անվանել են փոխադարձ որոշում եւ հայտարարվել են նոր ստեղծագործական ղեկավարի Անտոնին Տրոնի մասին, այդ քայլը դիտվում է որպես ավելի լայն արդյունաբերական փոփոխության մաս, որտեղ կոնգլոմերատները նոր տաղանդ են ներգրավում ստեղծագործական պաշտոնների համար։ Նույնը տեղի ունեցել Chanel, Dior, Gucci, Martin Margiela եւ այլ բրենդների հետ։ Թողարկվել է Devil Wears Prada 2 ֆիլմի առաջին թիզերը։ 20 տարի անց ֆիլմի գլխավոր հերոսուհի Միրանդա Պրեսլին կբախվի թվային մեդիայի զարգացմանը եւ տպագիր ամսագրերի անկմանը, ինչպես նաեւ կմրցակցի իր նախկին օգնական Էմիլի Չարլթոնի հետ, ով զբաղեցնում է բարձր պաշտոն այլ ընկերությունում։ Իսկ թե ինչ դեր կունենա այս ամենի մեջ Անդրեա Սաչեսը կիմանանք ապագայում։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2026 թվականի մայիսին։ Nike-ն եւ Skims-ը համագործակցել են ստեղծելով նոր ակտիվ հագուստի բրենդ, որը միավորում է Nike-ի սպորտային կատարողականն ու Skims-ի մարմին ձգելու հատկությունը։ Բրենդն առաջարկում է 65 սիլուետ եւ հանդիսանում է body inclusivity-ի կողմնակից, առաջարկելով չափսերի լայն ընտրանի XXS-ից մինչև 4X։ Գները տատանվում են 38-ից $148 սահմաններում։ Դե իսկ Paris Fashion Week-ի մասին ունեմ առանձին անդրադարձներ էջում։ Դե իսկ դուք չմոռանաք հավանել այս հոլովակը, հետևել իմեջին եւ մեկնաբանություններում նշել արդյոք հավանեցիք այս ֆորմատը։ Կհանդիպենք։